Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր ապրիլի 27։ Ճաշակեցեք և տեսեք, որ Տերը քաղցր է։ Սաղմոս 34-րդ գլուխ 8-րդ խոսք։ Երբ փնտրում ենք սիրով և արտասուքով, ամենայն հավանականությամբ որոնելով գտնում ենք դա։ Բայց շատ հավատացյալներ գանգատվում են այն ամպերից ու խավարից, որոնց տակ գտնվում են, մինչդեռ դրանք շնորհի միջոցներ են, նրանց հոգին խոնարհեցնելու, մեղքերը սպանելու և Քրիստոսին առավել մոտեցնելու համար։ Հրեշտակների տեսիլքը և նրանց ժպիտները բավական չեն լինի, եթե չլինի նաև Տեր Հիսուսի տեսիլքը և Աստծո ժպիտը նրա մեջ։ Միայն նրանք, ովքեր ճաշակել են, գիտեն, թե ինչպիսի ցավեր ունի լքված հոգին, որը մի ժամանակ ունեցել է Աստծո սիրո մխիթարական վկայությունները Քրիստոսի մեջ և երկնքի հույսերը, բայց այժմ կորցրել է դրանք ու խավարի մեջ է քայլում։ Այդպիսի վիրավորված հոգին ով կարող է կրել։ Քրիստոսը, երբ իրեն հայտնում է իրեն որոնողներին, հաճախ գերազանցում է նրանց սպասումները։ Տեսեք, թե որքան ջերմեռանդ ու անկեղծ էր Մարիամի սիրտը Տեր Հիսուսին փնտրելու համար։ Քրիստոսի ճանապարհը իրեն իր ժողովրդին հայտնելը իր խոսքի միջոցով է, այն խոսքի, որ ուղղված է նրանց հոգիներին և խոսում է նրանցից յուրաքանչյուրի հետ անձամբ։ Ինչ հաճույքով են նրանք, ովքեր սիրում են Տեր Հիսուսին, խոսում նրա իշխանության մասին։ Եկեք մեր հարաբերությունները Աստծո հետ դիտարկենք Քրիստոսի հետ միության տեսանկյունից։ Նրանք, ովքեր իսկապես սիրում են Քրիստոսին, չեն կարող չապրել խորը տառապանքի մեջ, երբ կորցնում են կամ նրա սիրո մխիթարությունը իրենց հոգիներում, կամ նրա հետ հաղորդակցվելու և նրա խորհուրդներում նրան մեծարելու մխիթարական հնարավորությունները։ Հրեշտակների և նրանց ժպիտների տեսիլքը բավարար չի լինի առանց Քրիստոսի և Աստծո ժպիտի տեսիլքի նրա մեջ։ Բոլոր արարածները, ամենագեղեցիկները, ամենայուրահատուկները պետք է գործածվեն որպես միջոց և միայն որպես միջոց Քրիստոսի մեջ Աստծո ճանաչողությանը մեզ տանելու համար։